Ես չեմ շարունակում զարմանալ, թե որքան տարբերվող կարող են լինել առավոտ լուսոյի եթերները առհասարակ, չէ՞, ինչպես այսօր սկսեցինք ամբողջ եթերը, խոսում ենք գիտական նվաճումներից, խոսում ենք բժշկությունից, հետաքրքիր փաստերից, հետաքրքիր տեսանյութեր, խոհանոց եւ վերջապես գալիս ենք մեր ամենասիրելի թեմային, երաժշտությանն ենք գալիս եւ շատ հետաքրքիր երաժշտական նաեւ զրույցով պիտի ավարտենք մեր այսօրվա թողարկումը։ Ես ներկայացնեմ թեման, լուսնենք ներկայացնի մեր հյուրերին եւ այսպես վերջերս տեղի ունեցել Բամբիր խմբի նոր տեսահոլովակի պրեմիերան, ավելին եւ մեր հյուրերն են, այո, Բամբիր խմբի վոկալիստ գիտարահար Նարեկ Բարսեղյանը, բարի լույս, եւ Բամբիր խմբի մենեջեր Էդգար Դավթյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, հեշտեք արթնանում։ Կարծում եմ, այո, առաջի երկու օրն նոր շուտ արթնանալու դժվար, հետո որ սկսում ես սովորել, օրը դառնում է շատ երկար եւ բովանդակալից։ Այո, ես համաձայն եմ, հենց այդպես։ Որտե ժամանակին ուշ արթնացող կարող եմ ասել։ Կարող ես փաստել, թե ինչպես է փոխվում կյանքը, երբ առավոտյան վաղ ես արթնանում։ Անպայման։ Դե իհարկե Բամբիր խմբի մասին բոլորը գիտեն, բոլորն են ճանաչում, բայց ես կարծում եմ պիտի այս առիթը օգտագործենք այսպես փոքրիկ պատմական էքսկուրսի համար եւ տեղափոխվենք։ Որովհետեւ ոչ բոլորը գիտեն, թե քանի տարի շարունակ Բամբիր խումբը հեռավոր 1978 թվական, երբ հիմնադրվել է խումբը, ավելի քան 40 տարվա պատմություն ունի։ Եվս մեկ անգամ հիշեցրու 1978 թվականին։ Եվ ավելի քան 50 երաժիշտ է մասնակցություն ունեցել այս խմբում։ Դե սկսենք ամենասկզբից։ Նախ ինչու Բամբիր եւ ինչպես սկսվեց այս ճանապարհը։ Սկսվել է ջագից, հայրս, որը տարիներ առաջ երևի 60-ների վերջին, երբ որ Beatles-ը ամբողջ աշխարհում պոպուլյար դառավ, նաեւ Սովետ միությունում որոշեցին ռոք նվագեն տղաները։ Ջագը ծնվելով Երևանում ինքը հայտնաբերեց, որ Գյումրիում ավելի լեննական է ժամանակ, ավելի շատ են ռոք լսում, ու ինքը տես տեղափոխվեց իր տատիկի մոտ, որ այնտեղ սկսել ռոք նվագել։ 69 թվականից սկսում են նվագել, ընթացքում Գյումրու թատրոնը, որովհետև ընկերներից մի քանի հոգի ծնողներ աշխատում են Գյումրու թատրոնում, տղաները սկսում են համագործակցել թատրոնի հետ, որը շատ հետաքրքիր այն ժամանակ պլատֆորմ է հանդիսանում, որովհետև դու պիտի պարտիական լինեի, որ կարողանար երգեր, իսկ թատրոնը օգնում է։ Իսկ այդ 60-ական 70-ներն անցնում են ու 78 թվին Ջագը որոշում է, որ շատ հետաքրքիր կլիներ հայկական էլեմենտներով նվագել սեփական երգերը, այլ ոչ թե cover-ներ շատ նվագել։ Այն ժամանակ Beatles էին երգում, Rolling Stones, ու տեղից սկսվեց Բամբիրի երկար բազմասերունդ ճանապարհորդությունը։ Անցնում ենք 10 տարի թե 20 տարի, 92 թիվ, ես ու Արմանը սկսում ենք նվագել, մեր պարիստ Արմանը հետ, մանկության ընկերներ ենք, 8 տարեկան ենք, մեր ծնողները շրջագայության են Ամերիկայի Միացյալ Նահանգներում թատրոնով ու խմբով ու մեզ ասում են, եթե ինչ-որ գործիք սովորեք, գործանեք, ժամանակը շուտ կանցնի, բան մենք որոշում ենք երաժշտություն նվագել։ Ու սկսեցինք ես Արմանը նվագել։ Ջագը Բամբիրը վերադառնում է, տեսնում է չայլներն էլ են նվագում։ Ասում են, օքեյ, մենք մեր առանձին խումբն ունենք, անուն ունենք, բան։ Ու ինչ-որ ֆեստիվալի 95-6 թվականներն են, մենք սկսեցին հես ֆեստիվալի կանչել ու չգիտես ինչի մեզ սկսեցին ասել Բամբիրի երկրորդ սերունդն է, բան մենք սկզբից շատ չենք ընդունում, այդ Ջագի խումբն է, մենք ուրիշ խումբ ունենք, ուրիշ անուններ ունենք, բայց քանի որ շատ տրադիցիոնալ են հայերը, իրանք հերերը նվագում են, տղեկնել են նվագում, խումբն են չի ուրիշ անուն տնենք ու կարծես ժողովուրդը հենց մեր անունը տվեց։ Հուշեց, Բամբիր ասում էին, կնքեց, Բամբիր 2, չգիտեմ ինչ, ու ընթացքում կարծես Ջագը քիչ-քիչ այդ պլատֆորմը Բամբիրը տվեց մեզ, ինքը հիմա ավելի սոլո է անում, իր այդպես մենակյաց։ Ըստ ձեզ երկարակեցության գաղտնիքը ինչու՞ն է կայանում։ Ունակ լինել, ճկուն լինել ու փոփոխվել, միշտ չկարծրանալ քո ստեղծագործական ձեռքբերումների կամ քո պատկերացումների մեջ, միշտ մտածել, որ նորովի, նոր ալբոմ, նոր էջից ենք սկսում, նոր երաժշտություն, կարծում եմ այդ շատ է օգնել։ Իսկ այդ փոփոխությունները հեշտ են տրվում։ Չէ, ուղղակի, որովհետև մենք միշտ փոփոխությունների մարտը շատ դժվար է, այդ մկան է, ինչ-որ այո, յուրաքանչյուրս։ Ու իմ կարծիքով այդ միշտ արթուն ու թարմ պահելը, այդ քեզ միշտ ավյուն է տալիս, միշտ երիտասարդ է պահում ոգով, որ ամենակարևորն է։ Ու հենց այդ օգնում է միշտ ստեղծագործ ու հետաքրքիր իմ կարծիքով լինել։ Բամբիրի ամեն ալբոմը, որ հետ ես լսում, ոնց որ տարբեր խումբ լինի։ Ու ճիշտ է, սերունդներ են տարբեր, մենք նվագում ենք Իռլանդիայում, մարդիկ գալիս էին Ջագի ալբոմով, ասում էին, էս էլ է շատ լավ է, բայց հետ կապ չես, ես ինչ եմ
Բայց որքան էլ որ այս փոփոխությունները լինում են ժամանակին համընթաց են քայլում, մի բան միևնույն է անփոփոխ է միշտ կարողանում եք ռոքը համադրել ազգային երաժշտական որևէ տենց էլեմենտների եւ ազդեցությունների հետ, ինչպես այս համադրությունը ստացվում եւ ինչքանով է կարեւոր է ձեզ համար։ Երկա երաժշտություն կա, օրինակ մեր հին ալբոմներում փորձում ենք գրել ժողովրդական երգեր, բայց մենք գրենք, այսինքն ոչ թե 100 տարի առաջ Յարը Սարից իջա, որտեվ հիմա ես իմ սիրած աղջկան Յար չեմ ասի, ինքն է Սարից չի իջնում։ Մտածեցինք, ասենք լիրիկները փոխենք, որ այսօրվա լինի, էլի, այսինքն որ այսօր ես ապրեմ, մտահոգվեմ, եղավ տենց գժի հարսանիք այդ բանը։ Երբ գրելը միշտ sense շատ բան է լինում, շատ տարբեր է։ Հարցդ կկրկնես, առավոտ շուտ է։ Չէ, ես խոսում եմ ազգային էլեմենտների ազգային էլեմենտները, օրինակ այս ալբոմում շատ ավելի քիչ են լինում, բայց ինչն է հետաքրքիր, որ երբ որ սկսում ես լուծել, վերլուծել երաժշտությունը, դու իրան միշտ գտնում ես, որտեղ մենք հայ ենք։ Որտեղ զգում ես, որ քո ռիթմիկան, քո մտածել է։ Մի հատ երգ ենք նոր ձայնագրել, մեր պրոդյուսերներից ընկերներից մեկը ասաց, դուք զգացել եք, սա պատարակ է, բայց հայկական լադերի հետ կապ չունի։ Որտեղ իր կոնստրուկցիայով գիտակից թե անկիտակից լրիվ այդ էֆեկտները եղել։ Ու իմ կարծիքով այդ մեր արյան մեջ կա, երբ որ սկսում ես կենտրոնանալ, ինքը առաջ է։ Մի անգամից զգում ես եւ լսում ես, տեսնում ես, գտնում ես։ Ինչ լեզվով ես երգում, ինձ թվում է, որովհետեւ երբ որ երգում ես ու ստեղծագործում ես հայերեն, ավտոմատ այլ բան է թելադրվում։ Կոմիտասն է ասում, ամեն լեզու ունի իր ռիթմիկան ու մեղեդայնությունը։ Օրներ ուրբաթ ինքը լորվա կողմից այդ երգը գալիս։ Ոնց է լորեցին ասում, օրներ ուրբաթ, օրներ, երբ թե դանդաղացնես կզգաս ինչքան օրգանիկ է հնչում իր խոսակցական լեզուն ու մեղեդին։ Երբ որ կարողանում ես բերել այդ աստիճանի, սկսում է ինքը իսկականից ապրել։ Դեռ տեսահոլովակին կանդրադառնանք, բայց ուզում եմ խոսենք նաև վերջին ալբոմի մասին։ Ինչի մասին է։ Մանկական խաղեր։ Մանկական խաղերից խոսենք, անցած տարի էր մանկական խաղերը դուրս եկել, մանկական խաղերը ավելի շատ ոնց որ ես կասեի մեր օրերի քրոնիկա, ապրելով մեր երկրում, այս երկիր մոլորակի վրա, ուղղակի տեսնելով այն, ինչ որ շատերս տեսնում ենք, բայց լռում ենք, նամանավանդ արվեստում ու երգարվեստում։ Ինչի մասին ենք շատ հաճախ լռում։ Չէ, իսկապես հետաքրքիր թե ինչի մասին ենք մենք հաճախ շատ կարևոր էր ֆիքսել երգի մեջ մեր անցած 5 տարին որպես երկիր ինչով անցանք ու զգում եմ որ ինչքան մեր մոտ ստրեսը շատանում է այնքան գուցե արվեստը հակա ստրեսային է համերգներ էի տեսնում որ ես երջանիկ եմ մենք իրար սիրում ենք գնալով ինչքան մեր մոտ խնդրեմը շատանում է այնքան մեր արվեստագետները գուցե ոնց որ բան լինի ասեն սեդատիվ ասում են ոչինչ ես տեղը խմի մոռացի լրիվ հասկանալի է, բայց գտանք, որ գուցե ժամանակը ֆիքսող մի հատ երգ կամ երաժշտություն ալբոմ լինի, որ մյուսերուներն են այն, ասեն, օ, տղաները մարդիկ սրանով են անցել, էլի, այլ ոչ թե, որտեվ շատ ծանր պերիոդ ենք անցնում ու իմ կարծիքով մեկ կարևոր է արվեստում այդ հիշենք, ֆիքսենք մեր գիտակցության մեջ մտնի։ Իսկ նոր ալբոմը կախված է մեր կախվածությունների հետ, որը ոչ միայն կարող է լինել ալկոհոլից կամ ինչ-որ բաներից, այլ մեր գործից, մեր կարիերայից, հասարակության մեջ սիրված լինելուց, այսինքն ինքներս մեզ հայտնի լինելուց, ամեն ինչ, այո, մտնում է դրա մեջ ու իրան մի հատ վերանայել, ալբոմը կոչվում է Stranger Within, անծանոթ ներսիդ անծանոթը բացահայտել ճանաչել մեր միջի անծանոթներին, ինչքան էլ տարօրինակ է դա հնչում ու իրանց ծառայեցնել and over to us. Lose yourself-ը, հենց դա ուզում ասել, որ երգը կառանձնացնեիք հենց այդ ալբոմից։ Lose yourself-ն էլ այս ալբոմից։ Հա, էտապներով են, որովհետև տարբեր էտապներ կան, տարբեր տեսակի բաներ կան։ Lose yourself-ը այն քայլն է, որ դու պիտի գնաս այն ռիսկին, որ հասկացնաս, որ այն կարծրացած ստերեոտիպերը, որը ներկայացնում են քեզ, շատ անգամ այդ դու չես, այդ մանկությունից ու տարբեր տարիներից եկած սովորություններ են, որոնք դու վերցրել ես արտաքին աշխարհից շատ անգամ։ Երբ որ սկսում ես վերանայել, դու սկսում ես գտնել ինքդ քեզ, դրա համար պետք է մի քիչ ռիսկ, սենց ըմբոստություն, որ սկսես ճանաչել իսկական քեզ։ Դրա մասին է ալբոմը ավելի շատ։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես են երգերը ծնվում։ Ես իրականում հենց դրա մասին եմ ուզում հարցնել, որովհետև ցանկացած երաժիշտ, հատկապես երբ որևէ ալբոմ է ստեղծում, միշտ ինչ-որ նպատակ կա, մեսիջ կա, ուղերձ կա, որևէ էմոցիա կա, որը պիտի արտահայտվի, ինչպես են այս էմոցիաները առաջանում, այսինքն պլանավորում եք, որ օրինակ գալիք ալբոմը պիտի այս թեմայի մասին լինի, թե այսպես ծնվում է ստուդիայում աշխատանքի ժամանակ։ Եվ խնդիրները վերլուծելով արդեն իսկ հասկանում եք, թե ինչի մասին պետք է լինի։
Գիտեք որն է, ինքնին պիտի կա, բայց դու սկսում ես շատ հետո իր հետ աշխատել, շատ նուրբ աշխատանք է, բայց չկորցնելով իր բնական այս հում նատուրալ վիճակը չկորցնելով, թե իդեայի, թե երգի։ Երգը կարող է ծնվել իդեայից, կարող է տես մետրոյի մեկը մեկի մի հատ բառ ասի, երգ ծնվի, ամեն ինչից հնարավոր է, կարող է ինչ-որ մի հատ ակորդից երգ կա, ամեն ինչը կարող է հումք հանդիսանալ երգի համար, դա հետաքրքիր է։ Իսկ միգուցե դուք արդեն գիտեք, թե նոր ալբոմի թեմատիկան ինչ է լինելու։ Կիսվել է նա ձեզ հետ։ Ամբողջությամբ ծանոթ եմ ալբոմին, այդ որ Նարեկը ոնց նշեց, այդ գալիս է միտքը հետո սկսում ենք աշխատել, այդ իր համար շատ հետաքրքիր է, մեր համար շատ դժվար, ասեմ իմիջիայլոց։ Ես ինձ ուզում, անկեղծ ուզում եմ հարցնել Էդգարին, այդ ամեն ինչի հակառակ կողմն էլ կա, ասել դա երբ որ մտնում ես ստուդիա, գիտես որ երգը ավարտված է, չէ, ճիշտն ասած նոր ենք ձայնագրվում, ինչ ես խոսում 10 օրից։ Դժվարություններ լինում են, ընդհանուր թեմատիկան, այսինքն բոլոր երգերը կոնցեպտուալ կապակցված են, հենց մտքային երևի իդեայի տեսանկյունից, այսպես ասած, ընդհանուր ալբոմի դուրս գալու ժամանակ ինձ թվում է այդ կոնցեպտուալ լուծումը նաև հանդիսատեսը կտեսնի թե վիդեոների միջոցով, թե ընդհանուր իր փաթեթավորման միջոցով, այսպես ասած, արշավի միջոցով, որպես այդպեսին։ Հետաքրքիր է լինելու, շատ ավելի շատ փակագծերի չեմ ուզում բացեմ, պլանավորում ենք միայն կասեմ, որ պլանավորում ենք այս ալբոմի շուրջ եւս 2 վիդեո ոնց որ տեսահոլովակ ունենանք անպայման, որովհետեւ շատ ավելի հետաքրքիր է հանդիսատես ընկալում երգը, ուզենք թե չուզենք այդ այսօրվա այսպես ասած դիջիտալ աշխարհում այդ աշխատում է։ Պետք է ներկայանալ եւ ներկայացնել աշխատանքները, հա, բայց նաեւ ինքնանպատակ չի, ընտրված են հատուկ երգեր, որոնք որ ուզում ենք տեսահոլովակի միջոցով եթեր այսպես ասած դուրս գան մարդկանց համար, այդպես։ Բայց ասացիք իրականում իհարկե գաղտնիք չէ, որ ստեղծագործող մարդկանց հետ աշխատանքը միշտ չէ, որ հեշտ է տրվում։ Շատ դժվար է։ Այ որոնք են այդ դժվարությունները, ուզում եմ մի փոքր մի քիչ փակագծերը բացեք։ Ավելի պետք է երկար պատրաստ լինի 2 օրում, բայց չի լինում։ Միշտ խաղում են որ նորություն է։ Իրականում, այսպես ասեմ, եթե 10 տարի առաջ աշխատենք միասին, ահա որ կլիներ, երկրորդ օրը երևի իրար կծեծեինք ու այդ ամեն ինչը կվերջանար։ Որովհետև հենց 10 տարի առաջ ես ինքս շփման մեջ Նարեկի հետ շատ դժվար էի շփվում ու ինձ թվում էր, որ ինքը մտածում է, որ ասենք 5 գումարացինք 10-ը եւ վերջ ու իրան բան ասել չի լինի։ Բայց Նարեկը էլի զարմանում է ասում։ Հա չէ, ինքը շատ լավ գիտի, իրականում երբ որ մեծացանք ինչ որ տարիներ անցավ ու շատ հետաքրքիր էր, երբ որ 2 տարի առաջ մոտարապես կարելի ասել Նարեկը պրոստ առանց ոչ բարև, ոչ ինչ որ տեքստի, պրոստի երգ ա ուղարկում, ինչ որ ստուդիայից, տենց լսում եմ ու հասկանում եմ, որ այս լրիվ ուրիշ էտապ է սկսվել ու տենց նորից կոմունիկացիա է սկսվում մեր միջև, որ արի մի հատ լսենք, հասկանանք ու շատ պատահական 3-ից 4 ամիս անընդհատ շաբաթը մի քանի անգամ ստուդիա գնալուց հետո այցելություններից հետո տենց ինչ որ միտք ծագեց Նարեկին, արի միասին ինչ որ սկսենք նոր բամբերի նոր էտապ, հա ու ես քանի որ միշտ մեծ սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ ու միշտ ուզեցել եմ երաժշտության մեջ լինել, այսպես ասած, եթե ոչ նվագելու միջոցով, ապա ինչ որ այլ ֆորմատով։ Ու այսպես սկսեց մեր համագործակցությունը։ Վերադառնալով հարցին ինչքանով է դժվար, իրականում Նարեկի հետ այս պահին, եթե անկեղծ դժվար չի, որովհետև ինքն էլ իր ճանապարհն է անցել շատ երկար։ Ես իմ ճանապարհն եմ անցել ինչ որ աշխատանքային, որը որ թույլ է տալիս շատ ավելի հանգիստ վերլուծել խնդիրները, հանգիստ խոսել, շփվել իրար հետ, բայց առհասարակ միգուցե մի հոգու հետ շատ ավելի հեշտ է աշխատել ընդհանուր երաժշտական ինդուստրիայում, ինձ թվում է, կան օրինակ խմբի հետ, բենդի դեպքում կան մի քանի հոգի, կան խնդիրներ, ամեն մեկը իր ընտանիք, իր ժամանակի կառավարումը ու առհասարակ այդքան էլ հեշտ չի, բայց տղաների հետ աշխատանքի հենց մասնագիտական տեսանկյունից կարելի ասել հեշտ է։ Ահա։ Դե թեման չկարողացա խափեմ, էլի ուզում եմ։ Այո, չկարողացաք։ Թեման շատ հետաքրքիր է եւ անդադար կարող ենք զրուցել, բայց առաջարկում ենք հենց հիմա լսել։ Այո, ժամանակը ավարտվեց։ Ձեզ շնորհակալություն, որ այստեղ էիք եւ ամենակարևորը, որ հիմա պետք է դիտենք հենց այդ տեսահոլովակը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ասում ենք կհանդիպենք եւ վայելեք նոր տեսահոլովակ։